Ողջույն ու բարեկալուստ ամեկ պլյուս, դուք դիտում եք կանայք եւ քաղաքականություն շարքի հերթական թողարկումը, ես Ռուբեն Բանուչյանն եմ։ Տաղավարում այսօր հյուրընկալել եմ Նոր ուժ ռեֆորմիստական կուսակցության падգամավորության թեկնածու Նարինե Արամյանին։ Տիկին Արամյան, ողջույն եւ շնորհակալություն, որ եկել եք մեր տաղավար։ Ես եմ շնորհակալ, բարև։ Ուզում եմ մեր զրույցը սկսենք ձեզանից քաղաքականություն մոտ գործելու այն պատճառներից եւ այն հանգամանքներից, որոնք հանգեցրեցին նրան, որ դուք որոշեցիք մոտ գործել քաղաքականություն, որքանով ձեր կենսագրությունից տեղեկացանք, որպես այդպիսին քաղաքական հայտ ներկայացրել եք 2023 թվականի ավականու ընտրություններում եւ ընտրվել եք ավականու կազմում ազգային առաջընթաց կուսակցության եւ խմբակցությամբ, որը առաջնորդում էր այդ ժամանակ Հայկ Մարությանը, ընդհանրապես ինչը ձեզ դրդեց 20-ամյա, այսպես ասած, իրավապաշտպան գործունեությունից անցում կատարել դեպի քաղաքական գործունեություն։ Կարճ կուզենայի ասել կյանքը, բայց կարճ չի ստացվում։ Պետք է ասեմ եկել, այո, ցավալիորեն ես հիմա էլ ինձ նույնականացնում եմ հասարակական ոլորտի հետ, որովհետև իրավապաշտպանությունը ոչ այլ ինչ է, քան ամենօրյա մարդկանց հետ շփման եւ նրանց այդպիսի խնդիրների վերանումը, որոնք որ անմիջականորեն կապված են պետություն, քաղաքացի, պետություն մարդ հարաբերությունների հետ։ Բայց իրոք կյանքը ստիպեց, որովհետև անհնարին է տեսնել ինչ է կատարվում եւ չունենալով ժողովրդավարական երկրում 21-րդ դարում հնարավորություն անհատական խմբով առանց կուսակցական միջամտությունների մասնակցել ինչպես ընդհանուր առմամբ պետական կառավարման, այնպես էլ տեղական ինքնակառավարման ոլորտում, հա, որոշումների կայացմանը մենք բնականաբար բոլորով գնացինք այդ քայլին։ Այնպես եմ ասում, կարծես ինչ-որ մի զազրելի բան կա, բայց իրականում մեզ մոտ այդ վատ ինչ-որ բաները կան, չէ, քաղաքականություն ամենավատ բաները կարող են ասել, մենակ թե քաղաքականություն բառը չօգտագործել, բայց իրականում դա նորմալ չէ, որովհետև քաղաքականությունն ամենուր է եւ լրիվ նորմալ է, որ քաղաքացիները պետք է մասնակցեն իրենց երկրի, իրենց պետության զարգացմանը, հասարակական կյանքի տարբեր ոլորտներին եւ դա կարեւոր է մեզ համար։ Իսկ այսօր մենք հասկանում ենք, որ մենք իրավունք չունենք ոչ միայն դադարել պայքարել, դա տրամաբանական է, միևնույն է, պայքարելու ենք, բայց որ դրա համար պետք է առաջին հերթին օրենսդրի հետ կապված պարլամենտական երկրում այո, հենց պարլամենտի հետ կապված խնդիրների լուծմանն առնչվել եւ պետք է անմիջական մասնակցություն ունենալ եւ մենք ունենք ընտրող, որ մեզ արդեն իսկ վստահել է եւ մենք որոշեցինք անպատճառ մասնակցել։ Եվ անձամբ ես մեծ սիրով եմ այսօր հանդիպում նաեւ քաղաքացիների հետ այդ խնդիրները քննարկելու։ Այլ կերպ ասած, դուք տեսնում եք, որ քաղաքացիական հասարակության կազմակերպություններում գործիքակազմերը այլևս բավարար չեն ազդելու որոշումների կայացման վրա։ Եվ դա է պատճառը նաև, որ որոշել եք քաղաքական գործունեությամբ զբաղվել։ Կասեի արդեն ծերացել ենք, բայց քաղաքացիական հասարակությունն էլ առաջվանը չէ, որովհետև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մեծ մասը կորցրել է ոչ միայն իր դիմագիծը շահառուի մասին, նրա լավագույն շահի մասին հոգ տանելը, այլ հիմնականում կարծես թե իրավապաշտպան գործունեությանը զուգահեռ այո լծված է ոչ այդքան սթափ, բայց ուղղակի թեթև ասելու համար ասեմ ոչ օբյեկտիվ գործունեությամբ։ Սա շատ լուրջ խնդիր է, որովհետև դա նաև շահերի պահպան հետ է կապված, նաև հետագայում վստահության հետ է կապված եւ այսօրվա քաղաքացիական հասարակության պասիվությունը, երբ մենք տեսնում ենք ինչպես են զանգվածաբար մարդու իրավունքները խախտվում, աճ, ցախ, անհատական մակարդակում խմբային, որովհետև կերպ թույլ չի կարող մեզ տալ թույլ տալ իրոք շարունակել այս հակաժողովրդավարական եւ մարդու իրավունքների պաշտպանության ուղիղ հակադրվող իրավիճակին։ Հայաստանի քաղաքական կյանքում այս 35-ամյա պատմության ընթացքում, երբ կանանց մասնակցությունը քաղաքական գործընթացներում պայմանավորված չէր քվոտաներով, Լարիսա Ալավերդյանը այն քիչ կանանցից էր, որ մուտք էր գործել քաղաքականություն եւ ակտիվորեն այս տարիների ընթացքում չի դադարել զբաղվել քաղաքական գործունեությամբ եւ երևի քչերին է հայտնի, որ դուք նրա աղջիկն եք։ Ինչքանով է ընտանիքը եւ նրա գործունեությունը նպաստել ընդհանրապես եւ ձեզ մղել դեպի հասարակական քաղաքական գործունեություն։ Եթե պարտադիր էր, որ բոլորն իմանային եւ մայրիկի այդ բարի համբավը եւ ամբից կենսագրությունը այո մի փոքր վնասվեր, ապա ես իհարկե հպարտ եմ այդ
ընդհանրապես եղելությամբ, որովհետև ես ընտանիքում եմ տեսել այն, ինչ հետո ինձ, այսպես ասած, ինչ որ առաքելություն է թույլ տվել վերագրել ինքս ինձ եւ շարունակել այդ ուղով, որովհետեւ թե հայրս, թե մայրս, թե անգամ նրանց ընկերները, մոտ բարեկամները, մեր ազգականները միշտ լծված են եղել, սկսած ազգային ազատագրական պայքարից, մարդու իրավունքների պաշտպանություն, ընթացած իհարկե պատանդների փախստականների եւ այլ հիմնախնդիրների եւ դա է եւս այդ հասարակական ակտիվ գործունեությունն է, որ սկզբում հորս, հետո մորս ազգային ժողովի падգամավոր դարձրեց եւ հասկանալի է, որ այդ ամենը իհարկե օրինակելի է, կարևոր է, բայց բավարար չէ, որպեսզի կարողանանք այսօր եւս անգամ կարծես թե ինչ որ ճանապարհ անցած, ինչ որ հնարավորություններով մարդկանց օգնելու կարողանանք միջև վերջ հասցնել այդ խնդիրները։ Սա շատ կարևոր է։ Ինչու՞, որովհետև եթե մենք այսօր ինչպես եւ ներկայիս իշխանությունն է պնդում, այսպիսի քանակական տվյալներ մենք չենք ունեցել, դա ցույց է տալիս, թե ինչ վիճակում ենք մենք այսօր հենց կանանց մասնակցությամբ։ Ինչու՞, պատկերացնում եք հակառակը ասենք տղաների մասին, ասենք ոնց 30% ապահովել ենք տղամարդկանց մասնակցությունը։ Օրենքի հետ այդպես էլ պատկերացնում եք ինչ խինդ եւ ծիծաղ կառաջացնել, բայց ինչ տարբերություն։ Բայց մենք պետք է ձգտենք դրան հասնելու, որ մարդիկ բողոքեն ինչու 30% այդ սերի ներկայացուցիչները ներգրաված չեն եւ հիմնականում կանայք են եւ մենք պետք է դա լրիվ բնական ընկալենք։ Մեր խնդիրն նրանում է, որ առաջին ծխական, գյուղական, թեմական դպրոցներում ներգրավելու կանանց ուսում տալու լավ օրինակը քրիստոնեաբար ծառայելուց հետո մենք շատ խորը քաղաքակրթական անկում ենք ապրել, որովհետեւ այսօր մեզ համար պետք է տարբերություն ընդհանրապես չլիներ։ Նրանք կանայք են, տղամարդիկ են, մենք պետք է չմտածեինք էլ, որ դա պետք է լինի օրենքով եւ առնվազն 50-50-ը կես-կես է, այսպես ասեմ, որ ավելի տրամաբանական լինի։ Պետք է մեզ համար լինել լրիվ բնականon, բայց այսօր դա այդպես չէ։ Հետեւաբար մենք դեռ այնքան պետք է պայքարենք, որ այն մարդիկ, ովքեր հարթել են ճանապարհը սերի, տարիքի, դերի, մասնագիտության, կրթության կամ եւ այլնի եւ երիտասարդների համար նույնպես ցույց տալու, որ բոլորը պետք է մասնակցեն պետության կառավարման տարբեր մակարդակներում, տարբեր դերերում, մենք պետք է բացարձակապես բնականon դարձնենք այդ դաշտը, ոչ թե այն, ինչ մենք այսօր ունենք։ Օրերս դուք մասնակցում եք հեռուստաբանավեճի, որտեղ ճնշող մեծամասնությունը էլի տղամարդիկ էին եւ եթե չեմ սխալվում, առաջին դժգոհողներից դուք եք նաև կանանց ձայնը լսելի չլինելու խնդրի մասով դուք իսկապես զգում եք, որ այդ խնդիրը կա, դուք տեսնում եք այդ խնդիրը, որ կա եւ ոնց պիտի հասնել այն լուծման, որ ուղղակի այդ խնդիրը չլինի այլևս եւ նորմալ լինի, որ դեպատներում էլ կանայք չպետք է կրկնակի ջանք դնեն լսելի լինելու համար։ Նախ-ի-վերջ պետք է ամեն ինչ կամ ամեն ինչի ճնշող մեծամասնություն 80%-ը նորմալ լինի, որպեսզի մենք նաև այստեղ ընդգրկենք այս մի նորմալությունն, այսպես ասած։ Տեսեք, անուս սեփական պարտականությունների կատարումից խույս տվող մարդիկ չեն կարող որևէ կերպ ներկայացնել ընդհանրապես որևէ, եւ չպետք է այդպես լինի, որևէ ժողովրդավարական պետություն, այն ինչ կատարվում է, չկա այնպիսի իրավական համակարգ, որ ես կարող եմ գնահատական տալ։ Եթե հարցնենք, կարող է արդյոք ես նույնպիսի վարկ ցուցադրել եւ բնականաբար նրանցից էլ ավելի բարձր ճճալ կամ այնտեղ փորձել ինչ որ մեկի մազերը փոխել, գիտեմ, բայց նորմալ չէ, չէ՞։ Վերջին անգամ եւի 8-րդ դասարանում ենք կռվել։ Չեմ կարող պատկերացնել աճ գրանցվելու է մեզ մոտ։ Եվ եթե այդ աճը կենցաղային մակարդակում կամ սովորական շփման, առավել եւս ուղիղ եթերում, հեռուստատեսային եթերում մենք չենք կարողանում պահպանել կամ օրինակ ծառայել։ Արդյոք ինչ որ մեկին թվում է, որ ինչքան բարձր կամ տարօրինակ այդ սայթաքող ձայնով ճվճվում են, դա ինչ որ ռեալ ազդեցություն ունի գործի վրա, եւ այո, որովհետեւ այսքան տարիների ընթացքում ոչ միայն ցույց տրվեց, որ կնոջ դերը որոշումների կայացման ցանկացած մակարդակում կարող է նսեմացվել զուտ քանակականը ապահովելով, նաև ցույց տրվեց, որ այդպիսի շփման մշակույթը պետք է ընկալվի որպես նորմալ։ Եվ ամենավատն այն է, որ ամենամիջակներն են դա ցույց տալիս, որովհետև եթե նրանք
փոքր ինչ տաղանդավոր չեմ էլ ասում հանճարեղ լինեին անգամ այդ ղժղժոցն իրականացնելիս, մենք այլ պատկեր կունենենք, մարդիկ գոնե կձգտեին մի փոքր ինտելեկտուալ ղժղժալ, մի փոքր նյութ դնել, ինչի մասին էր այդ բանավեճը, ով ինչ պատկերացրեց, ոչինչ, եւ ընդ որում ամենացավալին դա հենց մեր, այսինքն ճիշտ սեռի ներկայացուցիչների օգտագործելն է որպես ուղղակի այդ պահին ինչ որ մի խամաճիկ, երբ որ հրահանգը տրվում է եւ նրանք են այդ անհասկանալի հեգնական տոնով, այդ դեմքի բոլոր չկարդացած գրքերի արտահայտությամբ փորձում ինչ որ ճղճիմ գործողություններ անել, սա այո, ափսոսանք է առաջացնում, որովհետև մենք տարիներ շարունակ կարծում ենք, որ այդ մշակույթը կլինի եւ պայքարում ենք նրա համար, որ այդպիսի վերաբերմունք մարդկանց նկատմամբ չլինի։ Մենք գիտենք նաեւ արդեն, որ այո, ծագում եւ այլն միշտ չենք դադարում կրկնել, դժբախտ մանկություն, այո, նրանք իրոք այդպիսի կյանք են ունեցել եւ այդ իսկ պատճառով են դրա այսպիսի իրավիճակում, բայց այդ մարդիկ իրավունք չունեն որոշումների կայացմանը լինելու, որովհետև նրանք պարտավոր են հարգել քաղաքացիներին եւ դիմացինին, եթե հատկապես նրանք միևնույն հարթակի խոսնակ են։ Դուք հիմա ներկայացնում եք Նորույշ կուսակցությունը Հայկ Մանուկյանի գլխավորությամբ, ինձ հետաքրքիր է դուք ինչպես եք ծանոթացել Հայկ Մանուկյանի հետ։ Գիտեք, շատ պատահաբար էր, որովհետև ես տարիներ շարունակ կատակ ունեմ, զբաղվում եմ կենդանիների, այդ թվում մարդու իրավունքների պաշտպանությամբ, որովհետև տարիներ շարունակ կենդանիներին շատ արժանի տեսակներ են նրանք մոլորակի վրա, զբաղվելով պատահաբար քաղաքապետի ընտրություններից անմիջապես հետո ինձ զանգահարեցին, ասացին, որ ուզում են անպատճառ անդրադառնալ այս անմարդկային իրավիճակին, երբ կենդանիներին կրակում են 2018 թվականի մասին էր եւ պետք է միանշանակ պնդեմ, որ այդ հատվածը ես կարող եմ վերագրել, որպես իմ կյանքի ամենաերջանիկ հատվածներից մեկը, որտեղ պատկերացնում եք 20 տարի պայքարում ես ինչ որ մի բանի համար, անթիվ անհամար նամակներ, գոռոցելի այդ պայքարը, բռնեք, չտանեք, այս երեխան, այս մարդը, այս կենդանին եւ այլն, ու հանկարծ ստանում ես առաջարկ, որ եկեք անենք մի բան, որ այս հարցը լուծվի եւ սկսենք Երևանից։ Անհնարին ոգևորություն գնացինք, հանդիպեցինք, շատ կարճ, առանց մտահոգության մարդը տիրապետում էր արդեն ոլորտին, գիտեր այլ երկրների օրինակներ, պատկերացնում էր Հայաստանին համաչափ երկրների, հա, այսպես ասենք, չասեմ հետամնաց զարգացող երկրների օրինակով ինչ է պետք անել Երևանի տեսակի, այսպես ասած, քաղաքային միջավայրով, անմիջապես հանձնարարություններ, կարգադրություններ, մշակում, կանոնադրություն եւ մեր ծրագիրը արդեն պատրաստ էր եւ 19 թվականին մենք կարողացանք հաջողել։ Այո, համագործակցում եք։ Այո, եւ դա ինձ համար շատ կարեւոր էր, որ մարդը որքան էլ բարդ է, որքան էլ խճճված, բնականաբար անկառավարելի իրավիճակում է հայտնվել, որովհետև մենք հիշում ենք ինչպիսին էր մայրաքաղաքը այդ օրերին, նա միևնույն է անկոտրում, փորձում էր առաջ տանել այդ սկզբունքային մոտեցումը աշխատանքին, դա ամենակարևորն էր, այդ իսկ պատճառով ես մինչ օրս տեսնում եմ, թե ինչ արդյունք մենք կարող ենք ունենալ, որովհետև արդեն ունեցել ենք եւ շատ կարեւորում եմ, որովհետև առանց դրա, առանց այդ հավասարության նշանը մարդկանց միջև դնելու եւ այդ միջավայրի տեսքով մարդկանց համար դա անելու ես չեմ պատկերացնում որևէ կայուն ապագա։ Նորույշը սոցիալ-դեմոկրատական կուսակցություն է, քաղաքային մակարդակում որոշ հարցերում իհարկե հասկանալի է իշխանությունների միջամտությունը մասնավորի գործունեության մասով, բայց Համապետական մակարդակում ոնց եք պատկերացնում, հատկապես նաև որ դուք իրավունքների պաշտպանության դիրքերից հանդես եկող ավելի շատ ազատությունների ջատագով եք, այսինքն պետության միջամտությունը մասնավոր ոլորտում ոնց եք պատկերացնում։ Միայն մի ձևով, դա սոցիալական պատասխանատվությունն է։ Երբ դու նախատեսում ես այնպիսի օրենսդրական դաշտ, այնպիսի իրավակիրառական միջավայր եւ այնպիսի համագործակցային մթնոլորտ, երբ ինքը տնտեսվարողը, արտադրողը, միավորը, որը արտադրում է բարիք, սպառողին պետք է նպաստի, կրում է այն սոցիալական պատասխանատվությունը, որը նաեւ ծրագրերի տեսքով է արտահայտվում։ Երբ մենք խոսում ենք անգամ հարկային բեռի ընդհանուր առմամբ թեթևացման մասին, մարդիկ մտածում են, որ այդ դեպքում որտեղից է լինելու գումարը բյուջեում։ Խնդիրը ոչ թե
բոլորի նկատմամբ այդպիսի վերաբերմունքն է, որովհետև հարուստը չպետք է ավելի հարստանա, իսկ աղքատն ավելի աղքատանա։ Երկրում, որտեղ դու դեռևս չես հաղթահարել աղքատությունն ամբողջությամբ, դու այնպիսի միջավայր պետք է ստեղծես հենց հաղթահարման առաջին հերթին աղքատության, որտեղ հավասարության նշանը պետք է հնարավորությունների տեսքով լինի, ոչ թե որովհետև արտոնություններն արդեն իսկ արտոնյալներին է տրվում, իսկ փոքր հնարավորություններն էլ ավելի փոքր հնարավորություն ունեցողներին։ Սա կարևոր խնդիր է, սոցիալական բանաձևերը շատ ավելի հեշտ կիրառելի են եւ արդարության զգացողություն են առաջացնում մարդկանց մեջ եւ միայն այդպես է հնարավոր այդ թե խմբային ցնցումը հաղթահարել, թե դառնալ ավելի սերտ գործընկերային եւ միմյանց, այսպես ասած, բարեկամ ժողովուրդ, հա, որովհետև մենք հիմա նաև ունենք այդ խնդիրը, մարդկանց մեջ այնքան է տագնապի, վախի զգացողությունը սրվել, որ դա արդեն հուզական բթության նման է եւ մարդիկ միմյանց նկատմամբ անհամեմատ ավելի անհանդուրժող են, քան 5, 10, 15 տարի առաջ։ Այո, դա նաև, այսպես ասած, վիճակի ավելի լավացման հետ է կապված, ինչու, որովհետև 92-4 թվականին մենք չունեինք այնպիսի համացանց, ինչպես ունենք հիմա։ Չկար վերջապես արհեստական բանականություն, չկային այդպիսի հնարավորություններ, այդքան աննկարագրելի քանակության ապրանք, որը մարդը որպես բնածին սպառող ուզում է տիրապետել, ունենալ, իրենը լինի։ Բայց մենք ինչու ենք հենց նյութականի վրա այդքան կենտրոնանում, որովհետև մնացած ամբողջական դաշտը դատարկ է եւ քաղաքացու համար գրավիչ չէ եւ մյուս կողմից էլ մարդը եթե չունի նվազագույն ապահովության անգամ զգացողություն, էլ չեմ ասում որ չունի համապատասխան գումար, նա չի կարողանում այլ որևէ գործով զբաղվել եւ դառնալ կամ իրեն զգալ հասարակության լիարժեք անդամ։ Սա է կարևորը, հավասարության նշանը։ Նոր ուժը այս ընտրություններին կարծես թե դիրքավորվել է, այսպես ասած, եթե կարելի այսպես ձևակերպել, այլընտրանքային ուժ, հաշվի առնելով, որ քննադատում է նաև ինչ-որ իմաստով նախկինում երկրի կառավարած քաղաքական ուժերին, դե այս իշխանություններին դուք ակնհայտորեն ընդդիմադիր եք տրամադրված, բայց քաղաքական պայքարի մեջ մտած այս 18, արդեն 18 ուժերից էլի շատերը կան, որոնք իսկապես նոր են եւ որևէ կերպ չեն ասոցացվում ոչ նախկին, ոչ ներկա ուժերի հետ, ինչու եք դուք նրանց համեմատ նոր եւ ինչով եք տարբերվում եւ ինչի պիտի ընտրողը հենց ձեզ ընտրի։ Մեր տարբերությունը այդ ուժերի մեծամասնության հետ այն է, որ մենք այսպես թե այնպես անցած ուղին հասարակական գործունեության տեսքով արդեն իսկ ունեինք, այսինքն մեզ միավորել է աշխատանքը, երբ մենք անցել ենք այդ ճանապարհը եւ զգացել ենք, որ արդեն հասնում ես դու փակուղու, այդքան արեցիր հաջորդ քայլը վերցնելու համար դու ուզես թե չուզես պետք է գնաս օրենսդիր։ Սա ինչով է տարբերվում հենց, որովհետև եթե դու քո փորձառությունը չես կարողանում իրացնել քաղաքական դաշտում օրենսդրի տեսքով, ապա դու միևնույն է կանգնելու ես այդ նույն կետում, որտեղ որ հասել ես։ Իսկ մենք չենք կարող, մենք իրավունք չունենք դա անելու։ Եվ այստեղ այն ողջամիտ տրամաբանությունն է, այսպես եթե կարելի ասել, որ արդեն քաղաքացին ընտրողը պետք է որոշի, ինչու է պետք փորձառու, արդեն ճանապարհ անցած փոփոխությունների հասած ուժին վստահել ավելի, քան նրանց, ովքեր որ նոր են մտնում ուղի, ինչը եւս շատ ողջունելի է, անկախ իրենց նկրտումներից, անկախ իրենց ուղղվածությունից, կպաշտպանեն նրանք նախկին, ներկա, ապագա, էական չէ։ Կարևոր է որ մարդիկ ուզում են մասնակցել եւ այսպես են իրենց իրավունքն իրացնում, բայց մեր գլխավոր տարբերիչ ուժը հենց դա է, որ մենք այն ինչ սկսել ենք դեռևս 18 թվականից, մենք պետք է շարունակենք, որովհետեւ մեր պայքարի ուղին մեզ թվում էր թե 18-ին պսակվեց հաջողությամբ եւ այլևս մենք այլ կյանք ենք ունենալու եւ այլ կյանք է ունենալու հասարակությունը, որի բարօրության համար ենք մտածում, իսկ մենք չենք մտածում, որովհետեւ մենք այդքան մարդասեր ենք, այդքան սիրում ենք հայրենիք, ժողովուրդ, ոչ մենք մեզ ենք սիրում, մենք ուզում ենք ապրել այնպիսի երկրում, որ այնքան արժանապատիվ է իր քաղաքացու նկատմամբ, որով մենք կարող ենք հպարտանալ ոչ միայն մշակույթով, գրականությամբ, հայ մեծերով, այլև այո, մեր կենցեղով, մեր ամենօրյա վարքով եւ բարքով, եւ սրա համար կարեւորը դա ժողովրդավարության եւ իհարկե մարդու իրավունքների հիմնախնդիրներն են։ Ընտրությունների սարերի ետևում չեն ընդամենը մի քանի օր է մեզ մնացել եւ հնարավոր ամենատարբեր
դասավորությունները կարող են տեղի ունենալ, եթե ստացվի այնպես, որ քաղաքացիական պայմանագիրը չունենա մեծամասնություն եւ մեծամասնություն ձևավորելու հնարավորություն ունենան խորհրդարան անցած բոլոր այն ուժերը, որոնք որպես գոնե թե առաջատար ուժերը ամենատարբեր հարցումներով, դրանք երկրորդ նախագահի հետ փոխկապակցված եւ ուժեղ Հայաստան կուսակցությունը, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, սրանք են հավանական ուժերն են, որոնք որ թվում է թե պետք է անցնեն խորհրդարան, որևէ դասավորության պարագայում դուք այս ուժերի հետ պատրաստ եք կոալիցիայի հանուն իշխանափոխության։ Նա հանուն իշխանափոխության իհարկե ցանկացած ընդդիմադիր ուժի պարտականությունն է անպատճառ կոալիցիոն հիմքով եւ դա էլ հենց պարլամենտարիզմն է, գիտենք բոլորս, անել յուրաքանչյուր քայլ, որովհետեւ այսպես ուղղակի իրոք ապրել չի կարելի, բայց երկրորդը նա է, որ այն սկզբունքները եւ այն ծրագիրը, որը մենք ունենք, հաշվի առնելով դրա բացարձակ անհամապատասխանությունը, կարող են խնդիրներ առաջանալ, որոնք որ կոնսենսուսի կարիք են ունենալու, այսինքն այո, եթե այդ առաջադրված պայմաններին արժեհամակարգի հետ կապված խնդիրներ չառաջանա, ինչ որ մի բանա մեծ լինելու, այլ պետությունների մեր պետության ներքին գործերին խառնվելու խնդիրներ, ապա միանշանակ մենք դրան գնալու ենք, որովհետև այլ տարբերակ, քան իշխանափոխությունը այսօր լինել չի կարող։ Հնարավոր է, որ մենք տեսնենք օրինակ Ռոբերտ Քոչարյան վարչապետ։ Ես համոզված եմ, որ այդպես չի կարող լինել, ավելին հենց այդ պայմանները մեզ որևէ կերպ չեն բավարարում ոչ Ռոբերտ Քոչարյանի եւ ոչ էլ Նիկոլ Փաշինյանի պարագայում։ Ես ինչի եմ այս հարցերը տալիս, որովհետև մենք ունենք 2023 թվականի Երևանի ավականու ընտրությունները, որտեղ Անդիմությունը կարծես թե ուներ հնարավորություն քաղաքային մակարդակում իշխանափոխություն անելու, բայց դա տեղի չունեցավ, հիշում ենք հայտնի դեպքը հանրային ձայն կուսակցության երկու անդամ ապահովեցին քվորում եւ իշխանությունը կարողացավ իր իշխանությունը ձևավորել։ Ամեն դեպքում այստեղ ուղղված քննադատությունների մեծ հիմնական թիրախը Հայկ Մանուկյանն էր եւ ձեր ուժը այն մասով, որ դուք ամեն դեպքում չկարողացաք լավ բանակցել եւ իշխանափոխությունը ընդհանրապես տեխնիկայի հարցեր եւ դուք չկարողացաք անել։ Հնարավոր է, որ նաեւ խորհրդարանական ընտրությունների արդյունքում նման իրավիճակի հանգենք։ Նախ եւ առաջ վերհիշենք ինչպես եղավ, այն մարդիկ, ովքեր քվեարկեցին եւ այսօրվա քաղաքապետի պաշտոնը ուզուրպացրած անձին նշանակեցին քաղաքապետ, այսօր եւս այդ ուժի ներկայացուցիչները չեն, որովհետեւ ենթադրում եմ, որ ի սկզբանե այդպես էլ եղել է պլանավորված, եթե նրանք այլևս այդ ուժի հետ չեն, նրանք արդեն երկու տարբեր ուժեր են, ապա ինչպես էին ի սկզբանե նրանք ծրագրավորել այս ամենը։ Այստեղ արդեն պարզ է դառնում եւ ինչու դրանից հետո էլ նրանց յուրաքանչյուր քայլը հաստատեց քաղաքապետարանի կողմից հիմնականում ապօրինի եւ առնվազն ոչ իրավաչափ գործողությունների հերթականությունը, սկսած այն բոլոր վնասներից, որոնք այսօր մեր բնակիչները կրում են շնորհիվ ներկայիս քաղաքային իշխանության։ Հետևաբար արդեն բոլորը գիտեն, որ միևնույն է այդպես է լինելու, որովհետեւ նրանք ի սկզբանե էին նախագծել այն, ինչ իրականացրեցին եւ փորձել իբրև մեր անունը որպես ամենաշատ անդիմադիր ուժ ձայն հավաքածներինը նրանց մոտ բնականաբար մեկ տարվա մեջ չքանալու էր, ինչպես կարող էր դա պահպանվել, եթե մի բան իրականությանը չի համապատասխանում։ Եվ այդ իսկ պատճառով հակառակը մենք համոզված ենք, որ այդ դեպքերն էլ հենց մարդկանց եւ առավելևս մեր ընտրողին ցույց են տալիս, որ մենք այն աստիճան սկզբունքային ենք, որ երբեք չենք համագործակցելու ոչ իշխանության հետ, ոչ էլ իշխանության կցորդների հետ։ Դա անհնարին է, որովհետեւ մենք շատ քաջ գիտակցում ենք, որ բոլորը եկել են քաղաքապետարան անգամ ոչ իշխանության կամ իշխանամետի անվան տակ, այլ ընդդիմության եւ միայն իրենց համընդհանուր ոչ պետական եւ ոչ համայնքային շահի համար նրանք կայացրել են այդպիսի որոշումներ։ Դա մեզ համար առնվազն անարժանապատիվ քայլեր են։ Անդրապայքարի ընթացքը ինչպես է գնահատում ձեր շանսերը հանրության հետ հաղորդակցությունը։ Ես տեսնում եմ ձեր ուժը այնքան էլ տենց մեծ հավաքների սիրահար չէ, կարծես թե ավելի շատ բակային հանդիպումներն են գերակշռում։ Մարզային այցեր ունենում եք արդյոք թե ոչ, որովհետև այդքան էլ տեսանելի չէ։
Ես կարծում եմ, որ մենք դա տեսանելի ենք դարձնում միայն մեր էջերում, որովհետև տեսեք մենք այնքան ենք հանդիպել, որ առաջին հերթին իհարկե մարզերում եւ իհարկե Երևանում եւ այսօր էլ ենք շարունակել, երեք վաղն ենք շարունակելու մեզ համար ամենակարևորը իհարկե այդտեղ շփումն է։ Առաջին հերթին շատ բան ենք սովորում, շատ տարօրինակ է, բայց ոչ միայն մենք շատ բաներ ունենք սովորելու, որը նորմալ է, բայց տարօրինակ է, որ մարդիկ պատրաստական են դեռ այդքան զզված չեն երևում, օրինակ, որովհետև ես նրանց փոխարեն արդեն էլ չեմ ուզում ոչ մեկին տեսնել, բայց քաղաքացիներին ոչ միայն ցանկալի է, ոչ միայն հաճելի է, այլև շատ բան ենք իմանում նրանց տրամադրությունների մասին, առաջարկներ, որոնք նրանք տեսնում են ու հենց մեր դաշտում են, հա, որովհետև լրիվ ժողովրդավարության սոցիալական երկրի մասին են, մարդկանց մեջ դա այնքան ճիշտը դրված է եւ այնպիսի բաներ կարելի է սովորել նրանցից, որ մենք ոգևորվում ենք, այո, հենց քաղաքացիների հետ հանդիպումն է մեզ շատ դուր գալիս եւ իհարկե այդ ամբողջ ընթացքում երեխաների հետ շփումը, որովհետեւ նրանք իհարկե այն կողմ չեն գնում Այկ Մարությանից, դա այո, ինձ որպես երեխաների մեծ սիրողի, այո, ավելի է ոգևորում, բայց ամենակարևորը այստեղ, որ մենք չենք էլ փորձում հասկանալ, իսկ ինչպիսին են նրանց տրամադրությունները, այո, մեզ մոտենում եւ մեզ հետ շփվում են հիմնական նրանք, ովքեր ասում են, անպատճառ ձեզ են կընտրելու, շատ կարևոր է, նոր է պետք է երիտասարդ են պետք, առածներն են պետք, հա, որոնք պայքարում են դա ամենևին պարտադիր չէ, որ նրանք մեզ ընտրեն եւ իրականում մենք ուզում ենք, որ մարդիկ ոգևորվեն եւ անպատճառ գնան ընտրությունների, բայց քանի որ մենք ամենալավն ենք, իհարկե մենք փորձելու ենք համոզել, որ մեզ ընտրեն։ Այսօր նորույթ կուսակցությունը հայտարարություններ տարածել Արթուր Օսիպյանի կալանավորման մասով եւ հացադուլի մասով։ Ընդհանրապես, քանի որ դուք նաեւ իրավապաշտպան գործունեությամբ եք զբաղվել, այս օրերին հնչում են գնահատականներ, որ Հայաստանում մարդու իրավունքների վիճակը երբևէ այսպեսին չի եղել։ Արդյոք չափազանցված չեն այս գնահատականները, իհարկե հաշվի առնելով առկա բոլոր խնդիրները։ Ես կասեի անգամ փոքրացված են, որովհետև չափազանցություն չէ պնդել, որ մենք արդեն թե իրավապահ մարմինների, թե ընդհանրապես ուժայինների հատուկ ծառայությունների հետ հասել էինք բավականաչափ մակարդակի, որպեսզի նրանք գոնե ընկալեն, թե ինչպիսի վարկ պետք է դրսևորել, որպեսզի համապատասխանենք թե ժողովրդավարական եւ թե առավել եւս մարդու իրավունքների պաշտպանության մակարդակին։ Այսօր նաեւ նրանց դերն են ասեմացվում, որովհետեւ կան այո, շատ պարկեշտ իրենց աշխատանքը ճիշտ կատարող իրավապահ մարմնի ներկայացուցիչներ, ոստիկաններ, այդ բոլորը լրիվ կարևոր, այսպես ասենք, ծառայություններ են, որոնց նշանակությունը մենք չենք կարող գոնե հասարակական կարգի պահպանման տեսանկյունից չգնահատել։ Բայց ինչին են նրանք լծված այսօր։ Ինչ են ստիպում այդ մարդկանց անել։ Եթե մեր հանցագործությունը սկսած տարական ճանապարհային երթևեկության կանոնների միտումնավոր խախտման արդյունքում մահվան ելքերը վերջացրած մանկապղծության գործերով, այսինչ իրավիճակ է, այսպես պետք է լիներ, եւ ոչ մի արդարացում չկա, ժամանակն է, տեղեկատվությունն է, համացանցն է, ինչի մասին է խոսքը։ Սա անհանդուրժելի իրավիճակ է, Հայաստանի պես փոքր ու նման իրավիճակները ավելի հեշտ վերահսկելի լինելու տեսանկյունից։ Եվ անշուշտ այսօր քաղաքական չէ՞ որ կարող է նպատակներից, գիտեք, ինչ որ մանր ներխմբային անձնական անհատական շահից ելնելով այսպիսի լկտի վարքը քաղաքացիների հանդեպ առավել եւս եթե նրանք հասարակական գործիչներ են, որևէ արդարացում չունի եւ այդ մասին վկայում են մեր բազմաթիվ գործընկերների զեկույցներն ու հրապարակումները եւ իհարկե միջազգային մարդու իրավունքների պաշտպանության ամենահեղինակավոր կազմակերպությունների հաշվետվությունները եւ այս իրավիճակը պետք է հաղթահարվի օր առաջ, հակառակ դեպքում մենք ոչնչով չենք տարբերվելու այն հարևաններից, որոնց այսօր համարում ենք, չգիտես ինչու, մեր անվտանգության երաշխավորը։ Ինչպես եք պատկերացնում այդ իրավիճակի հաղթահարումը, երբ անգամ կարծես թե ընդդիմադիր ուժերի մեջ չկա կոնսենսուս կոնկրետ այս դեպքով։
Միանշանակ կամավոր պարտադրողական միջոցներով, որովհետև հակառակ դեպքում նրանք պետք է առերեսվեն իրենց քանակական եւ որակական հատկանիշների հետ, որովհետև որևէ տեսակով անդիմության իշխանության գալուց հետո այսպիսի իրավիճակ հնարավոր չի լինելու հանդուրժել, որովհետև այո, սովորաբար միշտ տարբեր օղակներ եւ հանրույթներ կարելի ասել եւ բնականաբար իրենց աշխատանքի դիմաց աշխատավարձ ստացողները ծառայել են գործող իշխանությանը եւ ոչ թե օրենսդրությանը, նրանք օրենքի առջև չեն հավասար, նրանք իշխանությունների առջև են եղել հավասար։ Եվ այդ իրավիճակը իհարկե պետք է նաև միջազգային հանրության միջամտության փոխվի, բայց ոչ այն միջամտության, որը քաղաքական կյանք է թելադրում մեզ։ Եվ այս իմաստով միանշանակ մենք պետք է պայքարենք մինչև վերջ, որովհետև մենք այս ճանապարհով Եվրոպային որևէ ձև ինտեգրվել չեք կարող, ընդգրկվել եվրոպական ընտանիքի մեջ, երբ որ դու չունես ենթակառուցվածքային որևէ հիմք եւ առավել եւս եթե քո մարդու իրավունքների պաշտպանությունը եւ ժողովրդական զարգացումը այս մակարդակի վրա է, անհնարին է։ Հետևաբար ինչպես եք խոստանում ընտրողին եվրոպականացում։ Որովհետև մենք պետք է միանշանակ առաջին հերթին սկսենք հենց իրավապահ համակարգի փոփոխություններից։ Այդ բարեփոխումներն արդեն իսկ սկսվել էին։ Մինչ այն, երբ մենք սկսեցինք պատկերացնել, որ ոստիկանությունը դա համազգեստի, տեխնիկական միջոցի կամ մեքենաների մասին է, ոչ։ Ոստիկանությունը դա ընթացակարգերի եւ գործելակարգերի մասին է։ Այն ամենի, ինչ նրանք որպես ծառայության տեսակ, կարևոր ծառայության պետք է բնակչության եւ քաղաքացու նկատմամբ հասարակական կարգի պահպան համար ունենան, ոչ թե այն, ինչ այսօր կատարվում է։ Ընտրությունից ընտրություն ընդդիմադիր ուժերը հանրությանը խոստանում են իշխանափոխություն եւ մենք մոտեցել ենք արդեն երրորդ այդպիսի ընտրության այս իշխանությունների մասով իշխանափոխության։ Ինչ հետևություններ պիտի անեք, եթե այնպես ստացվի, որ հունիսի 8-ին մենք արթնանանք եւ տեսնենք, որ որևէ փոփոխություն էլ տեղի չի ունեցել։ Ինչպես եք, ինչ հաշվետվությամբ եք հանդես գալու ընտրողների առաջ։ Ես ենթադրում եմ, որ որևէ բռնի մեթոդ, քանի որ մենք բռնության ընդհանուր առմամբ դեմ ենք, կիրառելի չի լինի, բայց հասարակությունը հատկապես ես համոզված եմ, որ շատ են լինելու ընդդիմադիր ուժերի ձայները, այո, նաև այն ձայները, որոնք որ արդյունքում բաշխվելու են անցողիկ հաղթահարած ուժերի միջև։ Հետևաբար պայքարը դադարեցնել մենք չենք կարող, որովհետև միևնույն է, մի օր մենք գալու ենք եւ մենք ուզում ենք, որ դա լինի վաղը, ոչ թե առնվազն տասնամյակներ անց եւ պետք է մենք կարողանանք համախմբվել եւ նաեւ քաղաքացիական անհնազանդության եւ հասարակական այլ խաղաղ միջոցներով պայքարել, բայց կարևոր է այստեղ հասկանալ, որ յուրաքանչյուր ընտրող եւ յուրաքանչյուր այս դեպքում քվե կարևոր է, չի կարելի չհարգել նաև այն մարդկանց կապ չունի մենք ինչպես ենք նրանց վերաբերում, ովքեր որ ընտրում են այլ ուժերի, լավն են, վատն են, գեղեցիկ են, տգեղ են, այդ ամենը ուղղակի ցույց է տալիս, թե ինչպիսի վիճակում է հասարակությունը եւ ինչ քայլեր է պետք ձեռնարկել, եթե մենք ցանկանում ենք իրավիճակը փոխելու համար, եւ մենք այո շարունակելու ենք աշխատել ու պայքարել։ Եվ ես այս համամիտ եմ, ճիշտ ասած, ես դրա հակառակից եմ գալիս, ասում եմ, գիտեք, քանի իշխանություն ենք մենք փոխել, ու իրանցին ենք փոխելու։ Մենք բոլորին փոխելու ենք, որտեղ իրենք բոլորը գնալու են, մենք բոլորս մնալու ենք։ Սա է կարևորը, որ մենք պետք է հասկանանք, որովհետև ոչ ոք, չասեմ անմահ չէ, երկարաժամկետ չէ, ճիշտ է դա վերջին հույսն է, որ այդ կարող է շուտ չիրականանալ, բայց որպես իշխանություն ոչ ոք չի մնալու, եւ եթե այստեղ կա նախկին, ներկա, ապագայի խնդիր, ապա միանշանակ պետք է ասենք բոլորը պատասխան են տալու, յուրաքանչյուր անօրինական եւ առավել եւս Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը հակասող քայլի համար։ Ընտրապայքարի ընթացքում արդեն տարբեր քաղաքական ուժեր հասցրել են հայտարարել, որ այս ընտրությունների ընթացքը, ընտրարշավի ընթացքը ազատ եւ արդար չեն կարող համարել, դուք ինչ կասեք այս մասով։ Ես կարող եմ ասել, որ աննախադեպ է վարչական ռեսուրսի օգտագործումը։ Ես պատկերացնում եմ, եթե նախկին որևէ իշխանության օրոք այսքան մանկապարտեզի տնօրեն, դպրոցի ծնող
եւ առավել եւս երեխա լիներ ներգրավված արդեն իսկ տարբերանշաններով քաղաքական ուժերի մասին պատմող թռուցիկներով իրենց ձեռքերին։ Սա անթույլատրելի է։ Սա վարկաբեկում է մեզ որպես ժողովրդի, որպես հասարակության, սա ամբողջությամբ այլափոխում է ժողովրդավարական ընտրությունների իմաստը եւ ինչ է սա, եթե ոչ ընտրակաշառք, չի կարելի երբևէ առավել եւս գործող իշխանության կողմից առաջարկել որևէ մեկին որևէ լավություն բացի բարեփոխումից։ Դու չես կարող մարդու նյութականի մասին խոսել եւ առավել եւս խոստումներ տալ անհատական մակարդակով եւ դու այդ պահին նույնպիսի ընտրվող հավասար անձ ես, ինչպես մյուս ուժերը։ Եվ իհարկե խոսքը այս իմաստով գնում է անհամեմատ ավելի շատ իշխանության մասին, որովհետեւ նա է, որ կարող է օգտագործել վարչական ռեսուրսը։ Իսկ երբ դրան ներգրավում է մասնավորը, այսինքն այստեղ երբ արդեն գալիս է ուղղակի մարդկանց նյութական բարօրությունը խրախուսելուն, դու պետք է հստակ սահմաններ ունենաս, ինչն է թույլատրելի, ինչը չէ, որովհետև եթե այսօր դա չի արգելվում, խոսել դրա տեսքով որպես ընտրակաշառքի անարդար ընտրությունները մենք չենք կարող։ Մենք պետք է հստակեցնենք, որ այո, այսպիսի ընտրությունները, որոնք որ եթե մենք կարծում ենք, որ սա է, որ արդար է, ապա նախկինն էր արդար, շատ լավ առանց լցոնումների ընտրություններ արեցին, դա էր մեզ պետք, թե մեզ պետք են այն ընթացակարգեր, որոնք համապատասխանում են ժողովրդավարությունը եւ քաղաքացու ընտրական իրավունքի պաշտպանությանը։ Մենք խոսեցինք նաև ձեր իրավապաշտպան գործունեության մասին, ինձ հետաքրքիր է այդ գործունեությունից անցում կատարելը քաղաքական գործունեության ինչ է փոխում մտածողության մեջ։ Բայց կատարել ենք անցում։ Մենք էլի միևնույն է մարդկանց ենք փորձում պաշտպանել, որովհետեւ այն զանգերը մեծ մասով եւ մարդիկ քաղաքացիները երբ որ մոտենում են մեզ մոտենում են իրենց խնդիրներով իսկ քանի որ մեր ոլորտը դա նյութական ոլորտը չէ դա հիմնականում զանգել գրել եւ գնալ ու կռվելն է այն պատկան մարմինների հետ ովքեր ամեն օրյա ռեժիմով խախտում են քաղաքացիների իրավունքները եւ գնալով վիճակը որևէ կերպ չի բարելավում որովհետեւ տեղում մարդկային ռեսուրսները, ես հասկանում եմ բառակապակցություններ եմ օգտագործում այն կադրերի հասցեին, որոնք այսօր աշխատում են տեղական ինքնակառավարումից մինչև նախարարություններ, բայց այնուամենայնիվ նրանք չեն տիրապետում որևէ կերպ, ինչպես իհարկե գերազանցող մեր հիմնական իշխանությունը, այդ կարողունակություններն ուղղակի չկան, եւ մենք միևնույն է անընդհատ այդ պայքարի ու կռվի մեջ ենք, եւ ցավալիորեն թե բարեբախտաբար նրանք չեն, որ մեր ընտրողներն են, եւ նրանք չեն, որ պատկերացնում են, որ իրավիճակը պետք է լուրջ, կոնկրետ, հստակ ամբողջությամբ փոխվի։ Իսկ քաղաքացիների հիմնական դժգոհությունը ո՞րն է, ձեր հանդիպումներից ինչ եք առանձնացրել։ Եթե տարիքային խմբով նայենք, մենք օրինակ տեսնում ենք եւ չենք պատկերացնում, թե ինչու քաղաքացիների համար դա խնդրեմ չէ, որ կանանց եւ երիտասարդների մասնակցությունը առնվազն համայնքային մակարդակում որոշումների կայացման իմաստով չափազանց ցածր է։ Մասնակցությունը համայնքային կյանքին նույնպես։ Սա իհարկե մեզ համար կարևոր խնդիր է, բայց այս խնդիրը քաղաքացիները որպես այդպեսին չեն տեսնում, որովհետև իրենց հարմարավետության շրջանը այդտեղ չէ, այդ դաշտում չէ։ Բայց քաղաքացիների կողմից ըստ տարիքային խմբի սեռի մասնագիտության կատարվող աշխատանքի իհարկե դա մանկապարտեզների լինել չլինելու խնդիրն է երեխաների պաշտպանության իմաստով։ Այո, ես պատկերացնում եմ այդ իսկ պատճառով անգամ Երևանում երեխաները որևէ կերպ ապահովված չեն, չեմ խոսում ես մարզերից առավել եւս սահմանամերձել չէ, սահմանապահ գյուղերից, որտեղ ոչ մեկ ոչինչ չունի անելու եւ այդ պատճառով բոլորը գալիս են կամ մարզ կենտրոններ կամ Երևան։ Ուղղակի իրենց տեսանյութերը, իրենց դղյակների մասին դուք չեք պատկերացնի, բայց ոչ, որովհետև ես ամուր նյարդային համակարգ ունեմ, բայց այդքան սուտ ես հանդուրժել իհարկե չեմ կարող, ուղղակի ֆիզիկապես, որովհետև նորմալ չի լինի իմ վարքը դրանից հետո։ Գիտեք ինչու, որովհետև նրանք կարծում են, որ եթե 6-7-10 գյուղի համար դրեցին մի դպրոց, 2 տարի հետո էլ կդրեն մի հատ մանկապարտեզ, այդ լրիվ բավարար կլինի այն բոլորի համար եւ գյուղերում տեղերում խնդիր չկա, իրենք կարող են գալ ապրել այս գյուղում, ապրել շրջկենտրոնում եւ այլն։ Դա այդպես չէ։ Զարգանում է պետությունը միայն համաչափ։ Ինչով է տարբերվում զարգացած երկրները, անգամ Հայաստանին համաչափ, նույն Հայաստանից կամ այսպիսի պետություններից։ Միայն իրենց համաչափ զարգացվածության, որ դու յուրաքանչյուր
կետում ինչքան ուզում է հեռու լինի այդ բնակավայրը մայրաքաղաքից կամ մեծ քաղաքներից, նրանք միևնույն հնարավորություններն ունեն։ Կապ չունի օգտվում են այդ հնարավորությունից թե ոչ։ Այլ ձև զարգացման չի կարող լինել։ Իսկ մեզ մոտ անգամ սովորական քաղաքային, գյուղական, միջքաղաքային եւ միջգյուղական տրանսպորտի գինն է տարբերվում։ Ինչ հնարավորությունների մասին է խոսքը։ Տիկին Արամյան, ինչ ունեք ասելու այն կանանց աղջիկներին, ովքեր ուզում են մտնել քաղաքականություն, բայց ինչ պատճառներով չեն գնում եւ չեն կայացնում այդ վճռական որոշումը։ Էլի միտեղ որտեղ չի կարելի բռնության կոչեր անել հակառակ սեռի վերաբերյալ փորձեմ ավելի ես միշտ փորձում եմ այլ թեթև վերաբերել դրան մտածելով որ օրինակը որոնք շատ կարևոր գործիչներ ունեցել են եւ նաեւ մեր երկրում այն դերը եթե նկատի ունեք միջազգային ապա կարող եմ հենց առաջինը Ռուզվելտի օրինակը բերել խոսքի բնականաբար Էլեոնորայի մասին է ոչ ամուսնու ոչ այդքան պակաս կարևոր դերին իհարկե ամուսին ունեցել է բայց քնոջին ավելի կարևոր էր եւ ՄԱԿ-ի օրինակը մեզ համար շատ կարևոր պետք է լինի ինչու նրա ելույթով ինչու այդ բառապաշարով ինչու հավասարության սկզբունք ինչու կանանց մասնակցության դերն էր կարևորում այստեղ եւ ինչու եմ այդ օրինակը բերում որովհետեւ ավելի հայտնի է եւ մարդիկ ավելի շատ կընկալեն տեսեք նա նույնպիսի ուներ ամուսին երեխաներ տան հոգս աշխատանք մասնակցություն բայց միևնույն է մարդը կարողացավ իրեն որպես հասարակության մեջ դեր տանող արժևորել իսկ այսօրվա գործող քաղաքական դեմքերից ձեր համար կան անկախ քաղաքական համոզմունքներից եւ ճամբարներից եւ տարաձայնություններից ձեր համար այո կան օրինակներ ոչ, որովհետև օրինակներ բերել մոտ շրջապատից, հատկապես հարազատներից կամ ավագ ընկերներից այդքան էլ բարեվարկ չի լինի, այդ դրամար կասեմ ոչ, բայց իհարկե կան կանայք, ովքեր բնապահպանության, օրինակ կենդանիների պաշտպանության, մարդու իրավունքների պաշտպանության, այնպիսի աննկարագրելի աշխատանք են անում եւ ոչ միայն եվրոպական երկրներում, այլ ամենավտանգավոր կետերում, դա եւ արևելյան երկրներն են, հարավային երկրներ, մի խոսքով, այնպիսի կանայք կան, որոնք որ խիստ նախանձելի են նաեւ տղամարդկանց համար երևի դրա համար չեն թողում նրանք շատ առաջ գնան, բայց ոչինչ մենք նույն իրավիճակը նույնպես կշտկենք։ Շնորհակալ եմ այս զրույցի համար։ Ինչ եք ասում, ես եմ շատ շնորհակալ, որովհետեւ վաղուց այսքան հետաքրքիր զրույց չեմ ունեցել, հատկապես հումորային։ Ամեկ պլյուսի եթերում կանայք եւ քաղաքականություն շարքի հերթական թողարկումն է, շարունակեք հետեւել մեզ։